նիստը արձանագրեց աշխատակազմի Նիստը արձանագրեց աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սմբատյանը ընթերցեմ Վաղաշաբաթ համայնքի ավականու 7-րդ նստաշրջանի արտահերթ նիստի արձանագրություն 2025 թվականի հունիսի 12-ին ժամը 17:00-ին քաղաք Էջմիածին Սուրբ Մեսրոպ Մաշտոց հասցեում գտնվող Վաղաշաբաթի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկի ավականու նիստերի դահլիճում հրավիրվել է Վաղաշաբաթ համայնքի ավականու 7-րդ նստաշրջանի արտահերթ նիստը, որին մասնակցելու համար ներկայացել են Վաղաշաբաթ համայնքի ավականու 10 անդամ։ Այդ մասին հայտարարեց նիստը արձանագրողը, հիմք ընդունել ավականու գրանցման արդյունքները գրանցվել այստեղ, կարող եք նիստի ներկա անդամները, ովքեր որ գալիս են, գրանցվում են, դնում են ժամը, որ ժամին են ներկայացել նիստին եւ անուն ազգանուն ստորագրություն։ Վաղաշաբաթ համայնքի ավականու 7-րդ նստաշրջանի արտահերթ նիստին ներկա են համայնքապետարանի աշխատակիցներ, հրավիրված են լրատվական միջոցների ներկայացուցիչներ։ Լրատվական միջոցների ներկայացուցիչներից առաջին ալիքը ներկայացել է նախապես սահմանված կարգով, ուստի որը որ հրապարակվել է։ Նիստի արձանագրումն ապահովում է աշխատակազմի քարտուղարի ԺՊ Կարեն Սմբատյանը։ Ավականու նիստին չներկայացած անդամների բացակայությունը համարվում է անհարգելի, հարգելիության վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնելու հիմքով։ Հայաստանի Պետության Ընտրական օրենսգիր, Սահմանադրական օրենքի 142.3 հոդվածով սահմանված կարգով նիստը գումարվում է Հայաստանի Պետության Արմավիրի մարզի Վաղաշաբաթ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը անցկացնելու եւ համայնքի ղեկավարը ընտրելու նպատակով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրավիրված ավականու նիստին օրենքով սահմանված կարգով կես ժամվա ընթացքում չի ներկայացել նիստը վարողը, համայնքի ղեկավարին փոխարինող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը եւ ավականու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին, ուստի նիստը իրավազոր չէ։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Պետության օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով նիստը համարվում է չկայացած։ Ավականու նիստն ավարտվել է 2025 թվականի հունիսի 12-ին ժամը 17:30-ին։ Եթե առաջին նիստը տապալվեց, երկրորդն է լինելու, այսինքն եթե գնալու դեպի լուծարում ավականով, ինչպես է լինելու։ Երկշաբաթյա ժամանակ է նախատեսում, եթե երկշաբաթյա ժամանակահատվածում չի ընտրվում համայնքի ղեկավար, Հայաստանի Պետության կառավարությունը լուծարում է համայնքի ավականին։ Այսինքն լուծարելուց հետո ավականի չունենալու համայնքապետարանը ինչպես է այդ դեպքում ղեկավարվելու աշխատանքները, ինչպես է կարգավորվում։ Լուծարելուց հետո Հայաստանի Պետության կառավարությունը նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, ավականին շարունակում է գործել այնքան ժամանակ, քանի դեռ նոր ավական ուղղություն չի եղել, ուղղակի որոշակի սահմանափակումներով։ Հիմա Արիշտի Մեխակյանի մասին է խոսում, որ նա պետք է ժամանակավոր պաշտոնակատար լինի, ձեզ մոտ ինքը եղել է տեղակալ, եթե չեմ սխալվում։ Այո, պարոն Մեխակյանը մեզ մոտ եղել է տեղակալ։ Իր տեխնատությունը ընդունվել։ Տեսեք, դա ինձ թվում է այս ավականու նիստի շրջանակներում չի, ես պատասխանատվություն չունեմ նմանատիպ հարցերի պատասխանելու, այս բան մենք ունենք ավականու նիստը, որը որ արձանագրել ենք եւ պետք է շարունակությունը տվել։ Մնացած հարցերը խնդրեմ ես աշխատական ավականու անդամների ստորագրել արձանագրությունը։ Բացի ԿՊ-ից այլ ավականու անդամներ բացակայեն ընդդիմադիր ուժերից։ Այո։ Ովքեր են բացակայում։ Հիմա մի հատ ստորագրության process անցնենք, հա, հետո գնանք։ Պարոն Խաչատյան, խնդրեմ արձանագրությունը ներկայացնող անդամները ստորագրեն։ Ստորագրում եք։ Բացականեր ունենք, պարոն Խաչատյան, ովքեր են բացակաները։ Հայրանա Գրիգորյան, որի հետ կապ չեն կարողացել հաստատել, ճիշտն ասած, ինքը նախորդ նիստի ներկա եղել, այսօր չեն կարողացել կապ հաստատել։ Չէ, գիտեք, մեր անդամները ինչ նշանակում չեն կարողացել, եթե այդ մարդուն չեն կարողացել գտնել, ինքը նախորդ նիստի ներկա եղել, չեն կարողացել գտնել, ես չեմ, Էջմիածնում է բնակվում, չեմ ուզում շատ ոչ, որոշիչ չէր լինի, չէ, որոշիչ չէր լինի։ Այդ հարցը պետք է ուղղել ամեն դեպքում ինքը անձա անհատականությունն է, պետք է իրան ասել, էլի, այդ հարցը։ Եվ Ռուբիկնա հիվանդության պատճառով հիմա բանում է գտնվում։ Հա, բանում։ Կարծեմ Գերմանիայի Դաշնության Հանրապետությունում է առողջության հետ կապված, դա։ Ամեն դեպքում մի քանի օրից կարծեմ վերադառնալու է։ Մյուս նիստին ինքը ներկա կլինի անպայման։ Իսկ ինչ վերաբերում է մյուս անդամին, չեմ կարող այդ հարցին պատասխանել, թե ինչու հիմա նիստի չի։
այս իրավիճակը անակնկալ չէ։ Մնացած ավականու անդամներին մյուս նիստին ներկա գտնվել, մյուս նիստին պարտադիր ներկա գտնվել, որտեղ նորից եմ կրկնում, իրանք ամեն մեկը անհատապես Էջմիածնի ավականու անդամներ են, ոչ մեկ չի ասա, որ իրանք Նիկոլ Փաշինյանի ստրուկներն են, հետո ամեն ինչ հիշվելու է, մյուս նիստին կգան ներկա կգտնվեն, կդիտարկենք, որ իրանք որպես անհատ են հանդես եկել, չեն գա, ուրեմն իրանց մեղք իրանց վիզ ոնց որ ասում են, ամեն ինչ հիշվելու է, Էջմիածնում ամեն ինչ հիշվելու է, բոլորի բարոյական արժեքները։ Երբ որ ժամանակին ասում էինք, տենց մի արեք, լավ չի լինելու, իրանք արեցին։ Հիմա հնարավորություն կար, ինչ որ ձև գոնե բարոյականությունը պահպանելու, իրանք չկան։ Ուրեմն սա դիտարկենք որպես համընդհանուր դիվերսիա Էջմիածնի հանդեպ։ Ոնց որ այս 7 տարի դիվերսիա են արել, ոնց որ բանը լինի, պատերազմական գոտի լինի Էջմիածնի փողոցները արդեն, հիմա էլ էս հերթական դիվերսիաներ։ Էջմիածնում կարող է այստեղ ընտրվեր քաղաքապետ ու ապացուցվեր Ձիաննա Գասպանի եւ իշխանության համատեղ փողոտոցին։ Մինչև հերթական ընտրությունները, ու մենք վաղ ապրենք այլ Հայաստանում, բայց թող իրանք իրենց խղճի առաջ պատասխան տան, ոնց որ ասում է օրենքը։ Հաջողություն ձեզ։